Պարոն Ֆարմանյան, դուք որպես եւ տնտեսագիտության բնագավառում եւ տեսաբան, գիտությունների դոկտոր, դոցենտ եւ որպես հարկային մաքսային մարմիններում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պրակտիկ տնտեսագետ։ Ես խնդրում եմ բարձրաբանենք մեր դաշինքի հիմնական դրույթներից մեկը, որը վերաբերում է 0% փոքր բիզնեսին։ Ինչ է դա իրանից ներկայացնում։ Ի վերջո պետությունը ինչ-որ բան տուժելու է դրանից, որովհետև ի վերջո հարկից ազատելը ենթադրում է որոշակի պետական եկամուտների նվազեցում, եթե իհարկե դա ենթադրում է, բայց ինչ է շահում տնտեսությունը, տնտեսվարողները, մեր քաղաքացիները, այսինքն այդ դրույթի իրագործումը ինչա փոխելու մեր կյանքում։ Նախ մի փոքր բարձրաբանենք, որ կազմակերպություններն են համարվում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, դա խիստ կարևոր է, որովհետև այդ թյուրն բռնումը, որ բյուջեին վնաս կհասցվի, գալիս է հենց այդտեղից։ Գործող օրենսդրության շրջանակներում փոքր կամ միջին չկա տարանջատում, ներկայացուցիչները դրանք այն սուբյեկտներն են, որոնք ունեն տարեկան կտրվածքով մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն։ Եվ քանակապես այդ ոլորտի, այդ սեգմենտը ուրեմն շուրջ 70,000 սուբյեկտներ են։ Եվ եթե միջին հաշվարկով ասենք յուրաքանչյուր կազմակերպությունում հաշվենք 4 աշխատակից, 4 անգամ 70,000 մոտավորապես այդքան մարդ ընդգրկված են փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչների։ Կարելի ասել, որ մեր այդ ծրագրի իրական շահառուները ավելի քան 250,000 Բայց կա մի շատ կարևոր առանձնահատկություն, այդ քանակը շատ է, բայց իրենց վճարած հարկերը կազմում են մոտավորապես 60 միլիարդ դրամ, կամ բյուջեի ընդհանուր մուտքերի շուրջ 2-2.4% մոտավորապես, այսինքն ֆիսկալ առումով բյուջեին վնաս հասցնելու բացարձակ խնդիր գոյություն չունի, եւ ճիշտ հակառակը մուլտիպլիկատիվ էֆեկտով առաջիկա տարիների ընթացքում մենք ավելի մեծ օգուտներ կունենանք, որտեղ գումարը, որը որ մնում է շրջանառության մեջ, դա նախ եւ առաջ գոյություն ունի հաշվարկ 40% այլ հարկերի տեսքով հետ է վերադառնալու։ Եվ մենք սրանով լուծում ենք նաեւ սոցիալական խնդիր, որտեղ կա շուրջ 3500-3600 փակված ընկերություն 25 թվականի հունվարի 1-ից սկսած, երբ որ հարկերը կրկնապատկվեցին։ Խոսքեր են, որ օրենքում փոփոխություն արեցին։ Ես սկզբից սկսեցին փաստաբաններից, հետո անցան այդ փոքր բիզնեսի մյուս ծառայություններին։ Փաստաբանները եւ նաեւ հաշվապահական խորհրդատվական ընկերությունները գնացին ընդհանուր հարկման դաշտ, ավելի վատ վիճակ մենք ունենք, որովհետեւ մի մասի հարկերը կրկնապատկեցին, մի մասին հնարավորություն չտվեցին համարվել միկրոձեռնարկատեր, որտեղ կար նաև օրենքի մեջ մի առանձնահատկություն, բոլոր այն սուբյեկտները, որոնք ունեին 25 միլիոն դրամի, 24 միլիոն դրամի շրջանառություն տարեկան, դրանք համարվում են միկրոձեռնարկատեր։ Բազմաթիվ ոլորտի ներկայացուցիչների տեղափոխեցին ուրեմն շրջարկ վճարողների դաշտ, որոնց հարկերը կրկնապատկվեցին նախկին 5%-ի փոխարեն։ Մի մասին, ինչպես ես արդեն նշեցի, հաշվապահներին, իրավաբաններին, փաստաբանական խորհրդատվական այլ ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին տեղափոխեցին ընդհանուր հարկման դաշտ։ Եվ այդ միկրոձեռնարկատիրության ոլորտի սուբյեկտները շատ փոքր տոկոս են կազմում, դրանք ասենք տանը, օրինակ ասենք անգլերեն, ռուսերեն պարապող ուսուցիչներ, ասենք չէ, վարսավիրները շրջարկի դաշտում են գործում։ Եվ հարկերը կրկնապատկվել են, ինչպես արդեն նշեցի։ Հիմա մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք խտրականություն չենք դնելու, բոլոր այն սուբյեկտները, որոնք ունեն, նշում եմ, գործող օրենսդրությամբ մինչև 115 միլիոնի շրջանառություն, իրենք ազատվելու են հարկերից։ Եվ այստեղ ամփոփեմ, միտքս, ուրեմն տեսեք, մենք շահառուները շուրջ 70,000 սուբյեկտներ են տնտեսվարող, որոնց ընդհանուր վճարած հարկերը բյուջեի շատ չնչին տոկոս են կազմում։ Եվ այս առումով ես ուզում եմ հստակ մեր հասարակությունը վստահ լինի, որ ֆիսկալ առումով մենք բյուջեին որևէ վնաս չենք հասցնում եւ մուլտիպլիկատիվ էֆեկտով այս առաջիկա տարիների ընթացքում երկիրը ունենալու է լուրջ օգուտներ, սոցիալական խնդիր ենք լուծելու, մարդիկ չեն արտագաղթելու, մնալու են երկրում, իրենց այդ փոքր բիզնեսը զարգացնելու հնարավորություն են ունենալու եւ սա շատ լավ ծրագիր է, մեր լավագույն ծրագրերից։ Այսինքն մենք ինչ ենք անում, 300,000 նոր աշխատատեղ ստեղծում ենք ու դրա հետ միասին գոյություն ունեցող բիզնեսը, որ արդեն աշխատում է, նրանց համար շատ ավելի ճիշտ եք հասկանում, փոքր բիզնեսով են զբաղվում, ավելի արտոնյալ վիճակում գործելու նվազ հարկային վարչարարությամբ առանց պետական բյուջեին։ Այո, շատ ճիշտ եք, նաեւ ասեմ, որ բնականաբար նոր ընկերություններ նաեւ կստեղծվեն այս ծրագրի իրագործման արդյունքում նաև որտեղ մի կարևոր կներեք մի կարևոր բան կա, որովհետև ինքը սուբյեկտը գործունեություն ծավալողն է, բայց ինքը ծառայությունների մատուցում
ավելի մեծ թվով մարդկանց։ Բնականաբար այո։ Ասենք, եթե ասենք անգլերենի ուսուցիչ այնքը հարկից ազատվում, հա, ինքը ավելի լավ պայմաններ է ստեղծում, գրականությունն է ձեռք բերում, տեխնիկական միջոցներ է ձեռք բերում եւ ծառայությունների որակը, որը մատուցում է այլ մարդկանց, ավելի լավացնում է դրա արդյունքում փաստորեն։ Այսինքն մենք այդ քաղաքականությամբ օգնում ենք ոչ միայն տնտեսվարողներին, այլև նրանց ծառայությունների շահառուներին։ Բնականաբար այո, եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում, ովքեր կազատվեն հարկերից, իրենք հնարավորություն կունենալ ընդլայնվելու, ավելի որակյալ ծառայություններ մատուցելու, հնարավոր է որ էժանանան, այսինքն գների անկում կունենան, հիմնականում որտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանակում շատ են ծառայություններ մատուցող ընկերությունները եւ վստահ եմ որ նաեւ ծառայությունների գները կնվազեն, որտեղ այդ թանկացման արդյունքում բնականաբար թանկացել են ծառայությունները եւ մենք ծառայությունների ոլորտում ունենք մինչև 50% գնաճ, առանձին ոլորտներ կա, որ մինչև 50%, հիմա այս հերթով ուսը չթվարկեմ, բայց վստահ ասում եմ, որ դրա արդյունքում նաև թանկացել են ծառայությունները եւ մենք այս 0% հարկի շրջանակներում կունենանք եւ գների անկում եւ կրկնում եմ սոցիալական խնդիր կլուծվի դրանով փակված ընկերություններից շուրջ 1000-ից մինչև 2000 ընկերություններ կվերաբացվեն կանոնական ակնկալիք եւ նաեւ նորերը կբացվեն։ Այսինքն ինչպես շատ ոլորտներում ամփոփելով կարանք ասենք, որ այս իշխանությունների բացասական գործունեության հետևանքների մի զգալի մասը մենք կվերացնենք եւ լավ պայմաններ կստեղծենք։ Այո։ Հիմա նաեւ կա այդպես մտավախություն, որ իբրև թե կտրողվեն եւ այլն, այստեղ էլ ուզում մեկնաբանություն կա։ Փոքր երկրում այնքան հեշտ է դա։ Չէ, այդտեղ կա միջազգային փորձ գոյություն ունի, մենք այդ միջազգային փորձի արդյունքում կարող ենք ներդնել որոշակի գործիքներ վարչարական, օրինակ ասենք տարբեր երկրներ կան, որ կա հստակ պահանջ, եթե դու գրանցում ես կազմակերպություն, որը պետք է ազատվի հարկերից, պետք է ունենա հստակ գործունեության վայր։ Նախկինում ոնց էին անում, ասենք գրանցում էին կազմակերպություններ, տրոհում էին այդ ֆիրմաները եւ այլն։ Ես կարծում եմ այդ ռիսկերը մեծ երկրներին են բնորոշ։ Փոքր երկրներում, որ հասարակությունը փոքր է, այնքան ավելի հեշտ է։ Մանավանդ այս ինֆորմացիոն տեխնոլոգիաների թվայնացման դարում ես կարծում եմ վերահսկողական մեխանիզմները այդ գործիքները արդեն կիրառվել են, որովհետեւ նախկինում էլ այդ ընդհանուր հարկման դաշտից փորձում են տեղափոխվել շրջարկվճարողի դաշտ, ասենք 5% էին վճարում, այդ ռիսկերը կանխարգելվել են տարիների ընթացքում եւ 0-ն էլ է թիվ։ Հիմա 5% չի վճարի, 0% կվճարի, այդ նույն գործիքակազմով այդ ծրոմանդեմ պայքարի մեխանիզմները արդեն իսկ գոյություն ունեն եւ ԲԿ-ը ասեմ շատ արդյունավետ աշխատել է տարիների ընթացքում միշտ այդ ուղղությամբ եւ մենք կկատարելագործենք պարտադիր այդ գործիքակազմը։ Հենց որ այդ առումով խնդիր չեմ տեսնում, դրանք թյուր կարծիք է, որ ասում են, չգիտեմ, բյուջեին վնաս եւ այլն, այդտեղ վստահ ասում են, որ հաստատ սա իրագործվելու է, սա լավագույն ծրագրերից մեկն է։ Ամփոփելով ասենք, սա մեր ծրագրի են, ինչպես ծրագրի մյուս կետերը, սա առանց վնասի հասարակությանը եւ պետությանը միանշանակ, սա մեր լավագույն ծրագրերից մեկն է, որ խնդրեմ։